1970 թվականին քաղաք հռչակվել 1885 թվականից գտնվում է Երևանից մոտ 240 կիլոմետր հարավ, վարարական գետի ափին, ծովի մակարդակից 1370 մետր բարձրության վրա։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մուտքն ազդարարող հուշարձանը կառուցվել է 2001 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ։ Գորիս քաղաքի կենտրոնում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այն կառուցվել է 1897-1904 թվականներին։ Հուշարձանն իրենից ներկայացնում է խաչաձև կենտրոնագմբեթ կառույց, որի գմբեթը չի կառուցվել։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից։ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին արտաքուստ աչքի է ընկնում քարի հետաքրքիր շարվածքով։ 1921 թվականի փետրվարին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել նաև Գարեգին Նվդեհի սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը։ Գորիսի կենտրոնական հրապարակում է գտնվում Սուրբ Գրիգոր Տաթևացու հուշակոթողը 2010 թվականին քանդակագործ Նորայր Կոչյան, ճարտարապետ ու նախագծի եղինակ Սևադա Զաքարյան։ Գորիսում են ծնվել մեծանուն գրող Աքսել Բակունց, արձակագիր Սերո Խանզադյանը, բուսան Աշոտը, վարդապետ Գրիգոր Տաթևացին։ Աքսել Բակունցի կիսանդրին գտնվում է Գորիս Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Բակունցի անվան հրապարակում։ Հուշարձանը տեղադրվել է 1963 թվականներին, ընդգրկված է Գորիսի պատմության և մշակույթի աշխարհ հուշարձանների ցանկում։ Գորիսում է գտնվում Աքսել Բակունցի անվան թանգարանը։ Սերո Խանզադյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին, հիմնանորոգվել է 2015 թվականին, ճարտարապետներ Ռազմիկ Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի կողմից Գորիսի այն տանը, որտեղ 1970-ական թվականներից հետո ապրել և ստեղծագործել է Սերո Խանզադյանը։ Աղբյուր ու հուշ-աղբյուրը գտնվում է Գորիսի քաղաքային զբոսայգու տարածքում։ Նվիրված է հայրենական մեծ պատերազմում զոհված գորիսեցի մարտիկների հիշատակին։ Շինության ճարտարապետն է եղել Ռաֆայել Իսրայելյան։ Աշոտի հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի կենտրոնում։ Աշոտի անվան մշակույթի տան դիմաց և հուշարձանը տեղադրվել է 2005 թվականին և ընդգրկված էր Գորիսի պատմության և մշակույթի աշխարհ հուշարձանների ցանկում։ Գորիսում է գտնվում նաև երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը ամեժարձնող հուշարձանը։ Գորիսում է գտնվում Վաղար Վաղարյանի անվապետական դրամատիկական թատրոն, Աքսել Բակունցի տուն-թանգարան, Սերո Խանզադյանի անվան տուն-թանգարան և մի շարք մշակույթի կենտրոններ։ Ժառերի հսկա շարան է հիշեցնում հին Գորիսը, հազար մի փոքր անցքերից զատ ամեն ժառի կցում կա
Նորված աշխարհի չհաշխարհիկ զարդը գորիզների օրինակ բնությամբ ու գեղեցկությամբ գործում է և դպրոցական հաստատություններ, մեծ հարակրթական, երաժշտական և մարզական արվեստի դպրոցներ, Գորիսի պետական համալսարանը ՀԲՃՀ-ի մասնաճյուղում, Շունիկ համալսարան և Գորիսի պետական քոլեջը, այստեղով է հոսում վարայել գետը, Գորիս գիրք է առնում Շունիկի բացավարակի մեջ իշխանության լեռնագաղթի արև արևելյան լանջից 2750 մետր բարձրությունից։ Ես գտնվում եմ հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանի մոտ Գորիսում, որտեղ Կարմիր արձանի վրա անունը գրված են զոհերի անունները։ Գորիսի զինվորական փայտյոնում հանգչում է Նարսեղյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսները, հավերժ փակ և խոր արհում անմահացած հերոսների։ Զանգետ հուշարձանը նորակարգ հուշարձան է, որը գտնվում է Գորիսի Ստեփանակերտ մարզի ողջ մասում։ 1980 թվականներին հուշարձանի նախատիպը կառուցվել է Գորիս քաղաքի մուտքի հուշարձանի տեղում և անվանվել է զանգետ։ 2007 թվականի դեկտեմբերին սկսվել է քանդված հուշարձանի վերակառուցողական աշխատանքները և հուլիսին առատվել։ Հուշարձանի ճարտարապետը Սևադա Զաքարյանն է։ Ես սիրում եմ իմ ճկնախ Գորիսը։ Գորիսի գոգիղ նամած պայքեր հարազատները մեր քաղաքը գեղեցկացնում են։ Այս լատուկ կոլորիտը պահպանել է մեր հոգատար բնակիչներին, ովքեր ոչ թե փչացնում են, եղածը այն անընդհատ բարապում է և զարգացնում է։ Քաղաքի բնակիչները հոգ են տանում ոչ միայն լինելսը, այլև հանրային տարածքի մասին։ Քաղաքում յուրաքանչյուր հոգատար բնակիչ գիտակցում է իր դերը Գորիսի գեղեցկությունը և ինքնատիպությունը պահպանելու գործում։ Այս լավագույն օրինակները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է սիրել և խնամել քաղաքը, պահպանելով այցելի ժառանգությունը և միաժամանակ եղտելով ավելի լավ ապագա։